երեք Գյումրիում տեղացած կարկուտն ու անձրևը մեծ վնասներ են հասցրել, լցվել են մարդկանց բնակարաններ, ինչպես նաև երթևեկություններ կատվածահար եղել։ Այս պահին քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ տեղի է ունենում գույքագրում եւ հաշվարկում է վնասը։ Մենք զրուցել ենք Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Սարաքելյանի հետ, ով այս պահին փոխարինում է նաև Վարդան Ղուկասյանին։ 5 տարի առաջ եւս խնդիրը նույնն էր, էլի մարդկանց տները էր լցվել եւ փակվել էր կոնկրետ հենց այդ ճանապարհը։ Առավոտյան ժամը 9-ին եմ եղել, հենց այդտեղ, երեկոյանից սկսվել են աշխատանքները, առավոտյան ժամը 9-ին տեսել եմ, որ մեծ թափով մաքրման աշխատանքները գնում են։ Երևի այս բանը չգիտեմ դուք եղել եք այնտեղ թե չէ, բան հաստատ չի մնա, բոլորը մաքրված է։ Եվ այստեղից 6 տարի առաջ է, 6 տարի առաջ նույնատիպ էր եղել։ Այդպես ինչ անենք, բնության դեմ ինչ պայքարենք։ Իսկ կարած վնասի գույքագրում, որ արագ արձագանքենք եւ մաքրությունը իրականացնենք, որը անձամբ կարող եք տեսնել, որ գիշերվանից սկսվել էր, առավոտյան էր մեծ, այսպես ասեմ, թափով գնում էր աշխատանքներ ու մաքրվում։ Իսկ կարած վնասի փոխհատուցում գույքագրում։ Կարած վնասի փոխհատուցում այս բառին չեմ կարող ասել, որովհետեւ հետաքրքրվում են, թե որտեղին ինչ ավերածություններ է եղել, այդ ամեն ինչը նաև օգտվելով առիթից, եթե այդպիսի բաներ կան, կարող են կանտիմումներ գրեն, որոնք ուղղորդենք մենք մարզպետարան եւ քննարկում կլինենք, տեսնենք, փորձենք անպայման, եթե եղել են, փոխհատուցմանը լինի։